Պարոն Աբրահամյան, վերջացավ 44-օրյա պատերազմը քննիչ հանձնաժողովի աշխատանքը, եզրակացությունը, բայց արխիվացվեց եւ չհրապարակվեց, հանրությանը այդպես էլ անհայտ մնաց, ինչ է տեղի ունեցել, հարցերը հանրության անպատասխան մնացին, ինչ գիտեք այս հանձնաժողովի աշխատանքի մասին եւ ըստ ձեզ ինչու արխիվացվեց։ Զեկուցին բնականաբար ամբողջությամբ ծանոթացել է այն մոտեցումները, որոնք իշխանությունների սկզբանը ներկայացնում էին նույնիսկ դրա ընթացքում դրանք լրիվ այլ են եւ բավականին տարբերվում են այն հիմնական բովանդակությունից, որը արտացոլվել է զեկույցում։ Զեկույցը բնականաբար ենթադրում է, որ դրա տակ պետք է դրված լինեն հիմնավորումներ, փաստարկներ եւ այլն։ Այս զեկույցում կան ուղղություններ, որի տակ կա դրված փաստարկ, կան տեղեր, որոնք հստակ նշված է, որ դրանք հակասական են, այսինքն ամբողջական այդ հանգամանքների հետ կապված պատասխաններ տրված չէ։ Առհասարակ այս զեկույցը հաշվի են գնում նրանով, որ նրանում, ինչպես որ իշխանությունը փորձում էր սկզբում ներկայացնել, որ դրանով պատասխան է տրվելու բոլոր հանգամանքներին, դրվագներին եւ այլն, քաղաքական դիվանագիտականից միջև ռազմական գործողություն ընթացք, այստեղ ուղղակի գոյություն չունի։ Կան որոշակի վարկածներ, ռազմաքաղաքական իրադրության, արտաքին գործոնների հետ կապված կա այս իշխանության ամենօրյա զրույցի եւ քարոզչության ամբողջ պատկերը եւ շրջանակ նույնիսկ տպավորություն կա, որ դրա կոնկրետ հատվածները, օրինակ նախաբանը, եզրափակիչ մասը ու դրանց հատկապես քաղաքական դիվանագիտական մասը գրված է եղող Նիկոլ Փաշինյանի կողմից, որտեղ այնտեղ արտացոլված է այն բառապաշարը, այն առաջնահերթությունը, որի մասին մշտապես խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմը նախորդ իշխանություններին վերագրելուն, ապա այն ինչ որ մինչև այս պահը ներկայացված է եղել իշխանությունների կողմից, դրանց ընդամենը երևի 15-20%-ն է, որը ինչ որ ձևով արտացոլված է, դեռ չեմ խոսում, որ դրանք փաստարկված չեն եւ ամբողջության մեջ հիմնավորած չեն, բայց կրկնում եմ, նույնիսկ այն ինչ որ իշխանությունը այս ընթացքում ներկայացրել է զուգահեռ հրապարակային հայտարարությունները, շատ ժամանակ դա փորձել է վերագրել նաեւ այդ հանձնաժողովի բացահայտումներին, այդ ասվածի առավելագույնս 15-20%-ն է այնտեղ արտացոլված, այն էլ դրան համարժեք փաստեր այնտեղ պարզապես գոյություն չունեն։ Իմ համար շատ հստակ է եւ իդեպ նաեւ դա երևում է զեկույցում, որ այս պատերազմի նման ընթացքի եւ նրա ծանր հետևանքների պատասխանատվությունը ըստ էության քաղաքական իշխանության ձեռքում է եղել, դա լավագույնս գիտակցում է իշխանությունը եւ կարծում եմ նաեւ դրանով է պայմանավորված, որ այս զեկույցը պարզապես չհանրայնացվեց։ Կարծում եք այս զեկույցը հետագայում երբ իշխանափոխություն լինի, որևէ կերպ կկարողանա օգնել այդ իշխանությանը բացահայտել ինչ-որ բան 44-օրյա պատերազմի մասին։ Սրանում առկա է քաղաքական իշխանության ինքնախոստովանությունը, տարբեր ուղղություններով իր որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում բերած ծանր հետևանքների մասին եւ թեև դրանում փորձ է արվում ինչ-որ ձևով արդարացնել այս կամ այն որոշումը կամ դրա բացակայությունը, այնուամենայնիվ պատասխանատվության հարցը այդտեղ մնում է խիստ ակտուալ եւ հստակ է, որ իշխանությունը նաեւ գիտակցում է, թե իր քայլերը ինչ հետևանքներ են վերացվել։ Ճիշտ է, կան դրվագներ, որտեղ իրենց դերը փորձված է մեղմ ներկայացվել, կամ փորձ է արվում իրենց գործունեության ծանր հետևանքները ճակերտավոր օբյեկտիվ լույսի ներքո ներկայացնել, բայց այն մարդիկ, ովքեր կծանոթանան այդ զեկույցին, իրենց համար ակնհայտ կդառնա, որ այս իշխանությունը ունի իր առյուծի փայ պատասխանատվությունը եւ թեև այդտեղ իշխանությունը փորձել է կոնկրետ բարձրաշան զինվորականների վրա առանձին որոշ դեպքերում շեշտված, որոշ դեպքերում անուղղակի ձևով ներկայացնել կոնկրետ զինվորականների, որոնք ունեն այս հարցում պարտավորություն, իսկ այս մասը իհարկե քննարկել է, թե ով ինչ մասով ունի պատասխանատվություն, բայց հասկանալի է, որ ճնշող մեծամասնությունը մեղսակցության եւ պատասխանատվության հենց նույնիսկ այս զեկույցով պատկանում է քաղաքական իշխանությանը։ Լավ, իսկ ինչ պիտի աներ իշխանությունը, որ իսկապես բացահայտեր, եւ կամ ինչ պիտի անի այն իշխանությունը, որ նոր պիտի գա, որ բացահայտի պատերազմի հանգամանքները։
Այս իշխանությունը կարծում եմ օբյեկտիվ առումով բացահայտման կամ դրա հանգամանքները հանրայնացնելու որևէ խնդիր չի ունեցել դնելու, որովհետև այն իշխանությունը, որ ինքը եղել է պատասխանատուն պատերազմական ողջ գործողությունների, բնականաբար ինքը իրեն չէր կարող դատել, ինքը իրեն չէր կարող օբյեկտիվ լույսի ներքո ներկայացնել եւ այս տեսանկյունից պատահական չէր, որ մենք ի սկզբանե ասում էինք, որ կա այստեղ խնդիր եւ այդ խնդիրը ցավոք նաեւ այս զեկույցի պատրաստումից հետո գոնե այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն ունեցել են ծանոթանալու, իրենց համար եւս մեկ անգամ հաստատվել է։ Եվ գիտենք, որ այս հարցի շուրջ անհամաձայնություն կա Անդրանիկ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի եւ նաեւ Հայկ Սարգսյանի միջեւ։ Անդրանիկ Քոչարյանն ու Հայկ Սարգսյանը կարծեք կողմ չեն արխիվացնելուն, ուզում էին բերել ազգային ժողով, բայց Ալեն Սիմոնյանն արխիվացրեց։ Այս իշխանականների հակադրությունը ինչով է պայմանավորում։ Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ոչ առաջին փուլում, ապա գոնե դրա հիմնական տեղեկատվության հավաքագրման ժամանակահատվածում արդեն գիտակցել է, որ սրա նույնիսկ ամենավատ իրենց հատուկ կամ իրենց նարատիվների շրջանակներում գրելու պարագայում մեկ է, իրենց պատասխանության հարցը այդտեղից վերացնել, դուրս հանել պարզապես չի ստացվելու եւ այդ մասով նաեւ դիտմամբ ամեն ինչ արել են, որպեսզի ժամկետները լրանա եւ դրանք լիագումար նիստ մտնելու հնարավորություն չստանան։ Միգուցե այդտեղ Անդրանիկ Քոչարյանն ունենա որոշակի շահագրգռվածություն, որպեսզի դա հանրայնացվի իր աշխատանքի ցույց դնելու համար կամ առասարակ ցույց տալու համար, որ իրանք աշխատել են եւ այլն։ Ակնհայտ է, որ այդտեղ հսկայական տեղեկատվության հետ է առնչվել հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ հանձնաժողովի ԿՊԱ-ական 3 պատգամավորները դրա տակ չեն ստորագրել, որոնք ի սկզբանե եղել են հանձնաժողովում, բայց նույնիսկ նրանք չեն ստորագրել փաստաթղթի տակ եւ այս տեսանկյունից իմ համար պարզ է, որ ընդհանուր գնահատականները, վերլուծությունը, նաեւ վերջնական զեկույցի, միջև նույնիսկ դրա արխիվացումը ցույց են տվել, որ այստեղ առանձնապես իրենց քաղաքական եւ քարոզչական առաջնահերթությունները ներկայացված չեն եւ դրա հանրայնացումը աշխատելու է իշխանության դեմ։